Գիտեք, Հայաստանում երևի լավ հոգեբուժներ կան։ Ես խորհուրդ կտայի այդ մարդկանց գտնել, թող այս անձի հետ խոսեն, իր թիմի հետ խոսեն, որովհետև անընդհատ իրարամերժ բաներ ասելը, Ռուսաստանում գնալ, Պուտինի հետ գրկվել, համբուրվել, հետո գալ Հայաստան եւ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր չեն ուզում, որ մենք վատ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ, նրանք բոլորը KGB-ի ագենտ են, ռուսների ագենտ են, իր այդ կներեք լակոտների թիմը ամեն անգամ SMS-ներով, մեսեջներով, որ քսի են տալիս, այդ ամբողջ այդ ոհմակով հարձակվում են մարդկանց վրա, ամեն բոլորին մեղադրում են ռուսագենտ լինելու մեջ, KGB ագենտ լինելու մեջ, հետո վազում են KGB-ի նախկին գնդապետին սկսում են համբուրել եւ գրկել։ Սա շատ վտանգավոր է, սա կամ շիզոֆրենիա է, կամ սա բան է։ Ես իհարկե մասնագետ չեմ, իրավունք չունեմ իհարկե խոսել սրա մասին, բայց ես արդեն սկսել եմ մի քիչ կարդալ, թե սա ինչ կարող է լինել։ Նախ այնտեղ կա բան մեծության մանիա, բան grander, հա, անգլերեն ասում են, այսինքն մի մարդ, որը իրան անընդհատ համեմատում է ինչ-որ թագավորների հետ, դա շատ վտանգավոր է, գիտեք, շատ։ Նախ այնտեղ կա այս խախտվածություն կա ինչ-որ այդ սեփական գերազանցության մասին այս մտքերը դա շատ վտանգավոր է։ Երկրորդը սա կամ շիզոֆրենիա է կամ այդ մի քանի հիվանդություն կա, երբ մարդը անընդհատ իրարամերժ բաներ է ասում։ Հա, կարծեմ սա կոչվում է split personality, երբ որ մարդը ունի մի քանի անձ, ինքնություն, իր մեջ ապրում է մի քանի մարդ։ Մի մարդ գալիս է Հայաստան, բոլորին մեղադրում է, որ մենք ռուսի ագենտ ենք, հետո գնում է Մոսկվա, ասում եմ իմ ամենալավ ընկերը պարոն Պուտինն է։ Գիտեք, գուցե դեղ տանք, ես կարող եմ արտասահմանից դեղ ուղարկել, եթե պետք է, ասեք ինչա պետք է ուղարկեմ, այդ մարդը բուժվի մեղք կա։